Ողջույն բարեկամներ, այսօր արդեն հուլիսի 3-ն է, ավարտվեց ֆոն դեր Լայնի այցելությունը Երևան եւ տեսնենք ինչ է բերել ֆոն դեր Լայնը իր հետ Բաքվից, բայց մինչ այդ ես ուզում եմ միասին կարդանք Աթաթուրքի նամակը ուղված մեզ։ Թե ինչի է սա կարևոր, դա կգանք։ Մենք ցանկանում ենք թողել մեկ հայ, այն էլ թանգարանում։ Եթե այդտեղ ապագայում դուք կաք եւ կարդում եք այս նամակը, նշանակում է մենք պարտվել ենք։ Բայց մեր պարտությունը հաղթանակ չի բերում ձեզ։ Եթե դահիճը չի կարողանում գլխատել զոհին, դա պարտություն է դահիճի, բայց ոչ հաղթանակ զոհի համար։ Հաղթանակն այն է, որ զոհի գլուխն այլևս չհայտնվի դահիճի կացնի տակ։ Այն ինչու մենք համառորեն գնում ենք դրան։ Դահիճի համար ամեն մի զոհ հերթական զոհի համար յուրաքանչյուր դահիճից կարող է լինել վերջինը։ Ինձ համարում եք ձեր ատելի թշնամին, սխալվում եք։ Ձեր թշնամուն փնտրեք ոչ թե մեռածների, այլ ողջերի մեջ։ Ես թշնամին եմ ձեր եղել մահացած պապերի, իսկ իմ կենդանի թոռները կարող են լինել ձեր թշնամին։ Կամ էլ ոչ, ճանաչեք ձեր թշնամուն։ Մեր հաջողությունն այն է, որ կարող ենք թշնամուն բարեկամ սարքել։ Ձեր դժբախտությունն այն է, որ կարող եք բարեկամի սարքել թշնամի, բայց ամենավատն այն է, որ դուք կարող եք երկու թշնամու միջից ընտրել չարած փոքրագույնին եւ դարձնել ձեզ բարեկամ։ Միայն թե եթե դուք թշնամուն բարեկամ համարեցիք, դեռ չի նշանակում, որ նա կվարվի նույն կերպ։ Տիր ասած։ Մեզ ինչ լավ են ճանաչել, չէ՞ մեզ։ Հենց այդպես վարվեցին ձեր դաշնակցական պապերը, երբ օգնեցին մեզ իշխանության գալու։ Կարծում են, թե թշնամի Համիդին կարելի է հաղթել բարեկամ երիր թուրքերով։ Այդպես եք գործել դուք դարեր շարունակ, մտածելով, թե պարսիկներին կարելի է հաղթել թուրքերով, թուրքին ռուսով, այդպես շարունակ, ու քանի որ ձեր քայլերը կառուցել եք կույր հավատի, այլ ոչ թե սառը մտքի վրա, մշտապես տուժել եք այդ դյուրահավատության պատճառով։ Դուք հայերդ խելացի ժողովուրդ եք, բայց ոչ այնքան խելացի, որ ձեր խելքն օգտագործեք խելամտորեն։ Դա ձեր դժբախտությունն է։ Դուք հմուտ արհեստավորներ եք, ճարպիկ առևտրականներ, արվեստի սիրահարներ, դուք ճարպիկ եք, բայց ոչ դիվանագետ, որովհետև ճարպիկությունը հարկավոր է փոքր գործերում, ինչպես առևտուրը, իսկ դիվանագիտությունը մեծ գործերում, պետություն կառուցելիս, ինչ որ մենոց չի ստացվում։ Դուք հմուտ եք գեղեցիկ արվեստներ կերտելու հարցում, բայց ձախողակ պետության կառուցելու արվեստի հարցում։ Հաջողակ եք փոքր գործերում, բայց ձախողակ մեծերում։ Գիտեք ինչու, որովհետև միշտ շտապում եք, ձգտում եք անմիջապես վայելել ձեզ ցանած սերմի պտուղները։ Առևտրականի պես։ Ով ցանկանում է անմիջապես ստանալ վաճառած ապրանքի շահույթը, դրա համար դուք ունեք լավ առևտրականներ ամենտեղ, բայց չունեք պետություն ոչ միտեղ։ Եթե մի օր պետություն ունեք, նկատի առեք սա։ Իսկ ահա մենք թուրքերս չունենք ձեր նրբազգացությունը, ճարպիկությունը, խորագիտությունը, փոխարեն ունենք երկար սպասելու, մեր պապերի սկսածը քայլ առ քայլ առաջ տանելու կարողություն։ Դրանից բացի մենք կարող ենք հրաժարվել մեր նախնիների այն գործերից, որոնք որ մեզ շահեկան չեն այսօր։ Վստահաբար կարող եմ ասել, որ ապագայում մեր թոռները կհրաժարվեն ընդունել այն, ինչ մենք արեցինք ձեզ հետ։ Ցեղասպանությունն նկատի ունի։ Իսկ ահա դուք պահում եք ձեր պապերից այն, ինչը հարկավոր չէ պահել, ու դրանով ձեզ համարում եք ավանդապաշտ, օրինակ ավանդաբար սպասում եք ինչ որ օտար փրկիչների։ Ձեր պապերը սխալվել են փրկիչներ սպասելով, դուք սրբորեն կրկնում եք նրանց սխալները։ Ուր էին այդ փրկիչները 1915-ին, չլինի թե այդտեղ ապագայում եք փրկիչներ փնտրում։ Ձեզ համար միշտ ինչ որ մեկը միջնորդում է։ Մեկ եվրոպական դեսպաններն են միջնորդում, մեկ Հռոմի պապը, մեկ Անգլիայի վարչապետը, մեկ Ռուսաստանի ցարը, դուք ուրախանում եք ոգևորված դրանից։ Կարծես թե մեծ բան է, երբ օտարն է փորձում լուծել քո կենսական հարցերը։ Ու քանի դեռ դուք ուրախանում եք այդ միջնորդներով, հույսներդ մանկամտորեն կապում նրանց հետ եւ ձեր ճակատագիրը դնում նրանց ճարպիկ ձեռքերում, մենք դաշնակցում ենք, պայման կապում, առուծախ ենք անում նրանց հետ, իսկ առևտրի վերջում ձեր այդ միջնորդները որպես մետաղադրամ մեզ են վերադարձնում ձեր ճակատագիրը եւ դուք արդեն ավանդույթ դարձած հայտնվում եք կոտրած տաշտակի առաջ։
որը վերջում մի անգամ էլ կոտրելու են գլխին։ Այն գրել է պատմական Հայկ Կոջորյանը։ Սա Կոջորյանն է գրել ասում։ Թարգմանել Հայկ Կոջորյանը, որը այսօր Փաշինյան Նիկոլի ձախոտն աչքն է, չգիտեմ։ Ինչ լավ է ճանաչել մեզ, չէ՞։ Ինչ դիպուկ նկարագրել է մեզ վարքագծում, կենցաղում, քաղաքականության մեջ։ Ոնց որ թե այսօրվա մասին, այսօրվա այցի մասին գրած լինի։ Խոսքը Ուրսուլա ֆոն դեր Լայնի այցելության մասին է։